Այսօր Բալաջարի երկաթուղային կայարանից կմեկնի ռուսական հացահատիկով բեռնված բեռնատար գնացքը, որը Հայաստան է ուղևորվում Ադրբեջանի տարածքով տարանցմամբ։ Հացահատիկի ընդհանուր քաշը կազմում է 488 տոննա։ Իրանի փորձագետների խորհուրդը հաստատել է, որ Մոջթաբա Խամենեին Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածների հետևանքով զոհված այաթոլլա Ալի Խամենեիի որդին է, ընտրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ։ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում համերաշխություն է հայտնել Բաքվին Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի հարձակման համար։ Ալիևը իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին զանգի եւ նրա աջակցության համար։ Իրանի փորձագետների խորհուրդը հաստատել է, որ Մոջթաբա Խամենեին Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածների հետևանքով զոհված այաթոլլա Ալի Խամենեիի որդին ընտրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Իրանի հաջորդ առաջնորդը չի կարողանա երկար ժամանակ պահպանել իշխանությունը առանց Միացյալ Նահանգների հավանության։ Իրանը եւս մեկ բալիստիկ հրթիռ է արձակել Թուրքիայի տարածքի ուղղությամբ, որը չեզոքացվել է ՆԱՏՕ-ի ուժերի կողմից։ Անկարան մեծ նշանակություն է տալիս բարիդրացիական հարաբերություններին եւ տարածաշրջանային կայունությանը։ Այնուհանդերձ Թուրքիայի ցամաքային կամ օդային տարածքին սպառնացող ցանկացած վտանգ կստանա վճռական եւ անհապաղ պատասխան, գրված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։